Հիմա նախորդ վիդեոյի շարունակությունը, հա։ Այդ պրոֆեսորը պատմում է նոր պատմություն։ Ասում է, դուք չեք պատկերացնում իմ բախտը ինչպես է բերել այս կյանքում։ Ասում է, իմ բիոլոգիական թմրամոլ բիզդելնիկ հայրը, որ իմանում է անչափահաս եւ մուլատ եւ անբարոյական իմ մայրը հղիային ձանով թողնում եւ հեռանում, ասում է, դուք պատկերացնում եք իմ բախտը ոնց է բերել, եթե չհեռանալ ես ապրեի այդպիսի մարդու կողքին, ես ինչ էի մեծանալու, նույն թմրամոլը։ Իմ մայրը, ասում է, ծնվելուն պես ինձ թողնում է մանկատանը, ասում է, փառք Աստծո, ասում է, դուք պատկերացնում եք, եթե ինձ ինքը պահեր, իսկ ես ծնվել եմ, ասում է, հիվանդոտ մարդ, ես կապրեի, չէի ապրի, ինքը հնարավորություն չէր ունենա ինձ ոնց որ բուժեր։ Եվ ասում է, ինձ ուղարկում են մանկատուն։ Ասում է, շնորհակալ եմ այն բոլոր երեխաներին, որոնք որ այնքան դաժան են գտնվել իմ հանդեպ, որ իմ մեջ արթնացրել են այդ կամքի ուժը, այդ հսկա ուժը դիմակայել կյանքին։ Մենք, ասում է, ուսուցիչներ չենք ունեցել եւ ասում եմ, ընդամենը մեկ ուսուցիչ ա եղել, որին ես շատ եմ սիրել, ես շնորհակալ եմ իրան։ Ինքը համ բիոլոգիա է մեզ դասավանդել, համ մաթեմատիկա, համ բոլոր առարկաները եւ ես ասում եմ, այնքան եմ իրան սիրել, որ ասում է, սովորելով շատ լավ իր առարկաները, ես շատ լավ ընդունվել եմ ինստիտուտ։ Հիմա ես ունեմ, ասում եմ, հրաշալի ընտանիք, հրաշալի երեխաներ, թոռներ եւ անգամ ծորներ։ Հիմա հարգելիներս, ես դες պատմեցի միևնույն պատմությունը տարբեր տեսանկյուններից դիտելով։ Դուք եք որոշում, որ ուղով գնաք, միայն եւ միայն դուք եք որոշում լինել զոհ, թե ձեր կյանքի ստեղծողը։ Եվ ուրեմն ես հիմա մի հատ տեխնիկա եմ ուզում ասել։ Դուք հիմա ենթադրենք շատ վատ վիճակում եք գտնվում, ամեն ինչից բողոքում եք կամ մի խոսքով վատ եք, վերցրեք մի թուղթ, գրեք, այսպիսի բառերով սկսեք. սարսափելի է իմ կյանքը, ես չեմ կարող նկարագրել ինչ վատնա իմ կյանքը եւ լրիվ գրեք թղթին, դրեք այս կողմ, վերցրեք մեկ այլ թուղթ եւ գրեք իմ կյանքը շատ լավն է, ինձ շատ բաներ է իմ կյանքը սովորացրել եւ նույն բանը գրեք այս թղթի վրա, նայեք երկու թղթին եւ ընտրեք, որն եք ընտրում դուք որպես ձեր հետագա կյանք, որը որ ընտրեք, հաջորդը ճղեք, գցեք, միայն եւ միայն դուք եք որոշում մնալ զոհ, թե լինել ձեր կյանքի ստեղծողը։ Ես 100% վստահ եմ, որ դու կընտրես ճիշտ տարբերակը։ Լավ օր ձեզ։